հարգելի գործընկերներ, խնդրեմ ուշադիր տեղ են ունենում քվեարկություններ։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 65 դեմ 0 ձեռնպակ 26 որոշումն ընդունվել է քվեարկության դրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքում նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Չլսած ինչ եմ կարդում, նոր դրվեց քվեարկություն։ Կողմ 64 դեմ 22 ձեռնպահ 5 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 63 դեմ 0 ձեռնպակ 28 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Օրենքին կողմ ընթացակարգին դեմ։ Քվեարկության դրում կառավարության ներկայացած ներողություն կողմ 62 դեմ 27 ձեռնպահ 2 որոշում ընդունվել է։ Քվեարկության դրում կառավարության ներկայացրած միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 62 դեմ 21 ձեռնպահ 8 որոշում ընդունվել է քվեարկության դրում ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 86 դեմ 0 ձեռնպահ 5 քվեարկության դրում ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի ներկայացած պետական турքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 63 դեմ 0 ձեռնպահ 29 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։
Կողմ 64 դեմ 0 ձեռնպակ 28 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 64 դեմ 0 ձեռնպակ 27 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին պետական турքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 63 դեմ 0 ձեռնպակ 29 որոշում ընդունվել է Քվեարկությանը դրում կառավարության ներկայացրած հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 62, 63 դեմ 1 ձեռնպակ 28 որոշում ընդունվել է քվեարկության դրում կառավարության ներկայացրած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 90 դեմ 1 ձեռնպակ 0 որոշում ընդունվել է վարման կարգով խնդրեմ